Առնվազն 17 զոհ ու ավելի քան 40 վիրավոր կա Կիևում ու հարակից մարզերում ռուսական բանակի վերջին գրոհից հետո։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ամենաշատ զոհերը Բրովարսկի շրջանում են, 9 մարդ է զոհվել այնտեղ։ Բուչա շրջանում թշնամին սպանել է 4 խաղաղ բնակչի։ Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն 6 հզոր պայթյուն է որոտացել, մի քանի շենքերում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինսկա Պրավդան գրում է, Ռուսաստանը տարբեր տեսակի 115 գրոհային անօդաչու թռչող սարքեր ու 24 բալիստիկ հրթիռ է արձակել։ Ուկրաինական ՀՕՊ-ը չի կարողացել որևէ բալիստիկ հրթիռ որսալ, անօդաչուներից 98-ը ոչնչացվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին, վստահեցնելով, որ միայն ռազմական նպատակներով օգտագործվող, նաև ԱԹՍ-ների արտադրության համար նախատեսված լոգիստիկ հանգույցներն ու մատակարարման կենտրոններն են թիրախում եղել։ Օդեսայից հարավ խոցվել է նաև 3 բեռնատար նավ, Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն տեղափոխելու պահին։ Դաշնությունն էլ ուկրաինական դրոնային հարձակման տակ է եղել ամբողջ գիշեր։ Ըստ տեղական լրատվամիջոցների, Տուլայի մարզում Վայլդբերիսի տեսակավորման պահեստի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել։ Վերջին շաբաթներին ուկրաինական զինուժը հարձակվել է Վայլդբերիսի ավելի քան 10 պահեստների վրա։ Մարզպետը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել, զոհեր չկան, վիրավորվել է 1 մարդ։ Ռուսական ՀՕՊ-ն ավելի քան 100 ուկրաինական դրոն է խոցել միայն Տուլայի երկնքում։ Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով Ղրիմում 1 զոհ կա, հայտնել է հանրապետության ղեկավարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալով գիշերը 475 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի ամբողջ տարածքում։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։